մի կարևոր հարցի անդրադառնալ։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ փոխնախագահի նախորդ շաբաթ ռեգիոն կատարած այցի եւ դրա ուղղություններից մեկին, որովհետեւ այդ թեմայով առիթ է եղել խոսել ենք դրա տարբեր շերտերի հետ կապված, բայց մի հարց ուզում եմ անդրադառնալ հատկապես հաշվի առնելով, որ թեմայի շարունակականությունը, որ այստեղ քննարկումների բավականին լայն առարկա դարձավ, նաեւ որոշակի անդրադարձ եղավ Բաքվում։ Խոսքը առաջնահերթին վերաբերում է Բաքվի բանտերում գտնվող գեյների, ռազմագեյների հետ կապված խնդրին։ Գիտեք, սրա հետ կապված որոշակի լավատեսություն կար հասարակության, նաև քաղաքական որոշակի շրջանակներում ձևավորված առայն, որ թեման այս համատեքստում կարող է ոչ միայն քննարկվել, այլ նաև այս հարցում որոշակի դրական նաև սպասումներ արդարանալ, բայց Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո շատ ավելի հարցեր առաջացրեց, քան ավելի շատ կարելի էր խոսել հնարավոր դրա հանգուցալուծման մասին։ Մասնապես Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե այդ թեմայով անդրադարձ եղել է եւ Ադրբեջանը ներկայացրել է իր դիրքորոշումը եւ վերջ, սա մեծ առումով երկու բանի մասին կարող է խոսել։ Կամ այս թեման չի եղել լուրջ քննարկումների առարկա եւ ԱՄՆ փոխնախագահ ուղակի զուտ ֆորմալ առումով թեման բարձրաձայնել է, հաշվի առնելով Հայաստանում արկա տրամադրությունները, կա որոշակի պայմանավորություն կամ եղել է որոշակի պայմանավորություն տարբեր պաշտոնյաների միջև, որպեսզի այս թեման խնամքով շրջանցվի, որովհետև Ալիևի հայտարարությունները որոշակի առումով զարմանալ էին այն տեսանկյունից, որ Ադրբեջանի ղեկավարը ըստ էության ցույց տվեց, որ այդ թեման ըստ էության առաջնային քննարկման առարկա չի եղել, որովհետև հենց այնպես շրջանցել կամ փակել թեման ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հարաբերությունների ֆոնեն, որպես այդպեսին չի կարող լինել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ սա եւս մեկ արձանագրումն էր նաեւ այն բանին, որ Հայաստանի իշխանությունների համար սա առաջնային օրակարգային հարց չի եղել, թեև կարող է որևէ ձևով արծարծված լինել։ Ընդհանուր Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում սա որևէ իրենից հրատապություն ներկայացնող թեմա չի եղել եւ մեծ առումով դրա վրա կենտրոնացում չի եղել եւ ըստ այդմ սա գալիս է լրացնելու բոլոր այն դրույթների շարքը, որը ըստ էության ցույց է տալիս, որ Ադրբեջանը իր համար կարևոր հարցերը անընդհատ բերում եւ դրա մասով լուծումներ է ստանում, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի համար կարևորություն ներկայացնող դրույթներին, դրանց մասով առանձնապես բովանդակային քննարկումներ տեղի չեն ունենում։ Ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ թեև հնչող ճակերտավոր լավատեսական այս ֆոնին Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում շարունակում է ոչ միայն գեյների եւ ռազմագեյների հարցը օդում կախված լինել, այլ ադրբեջանական զորքերի մխրճվածությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում, որոնք ոչ միայն Ադրբեջանի համար ինչը բնական է, այլ նաև Հայաստանի իշխանությունների համար որևէ առաջնահերթություն չեն ստանում։ Հավաստիացումները, որ այս թեման քննարկվում է դելիմիտացիա դեմարկացիայի շրջանակներում, նույնիսկ իշխանությունն է այս մասին խոսում, որ թեման կարճ հանգուցալուծում չունի, սա բավականին ծանր եւ բարդ ժամանակահատվածում քննարկումների նյութ է եւ սա չի կարող կարճաժամկետ կտրվածքում բերել իրերի որևէ փոփոխության։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ բոլոր այն ուղղություններում, որտեղ Ադրբեջանը մխրճված է Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ ուղղություններով Ադրբեջանը նաեւ ամրաշինական որոշակի առումով նաև ընդլայնողական քաղաքականություն է վարում եւ փաստերի այդ իրողությունը ըստ էության այնքան էլ ցույց չի տալիս, որ Ադրբեջանը որևէ հակվածություն ունի այդ հարցը որևէ փուլում քննարկումների առարկա դարձնել, առավել եւս դուրս գալ այն հատվածներից, որը այս պահին օկուպացված է։ Շնորհակալություն։ Հ2 Պարոն Աբրահամյան, ես կխնդրեի անդրադառնալ զինծառայության մասին օրենքում կատարվող փոփոխություններին, ատեստավորմանը եւ ավելավճարների մասով։ Անցնող քառորդ ընթացքում ես
առիթ ունեցել եմ նաև խորհրդանի ամբիոնից այս թեմայով խոսել երկու հիմնական պատճառով։ Առաջինը, որ սրանք բավականին մեծ թվով մարդկանց իրավունքներ եւ նաև շահեր են ներկայացնում զինված ուժերում, եւ երկրորդը կան հարցեր, որոնք արտաքուստ կարող են թվալ, որ սրանք զինված ուժերի համար կարևոր քայլ են, բայց այստեղ X թվով մարդկանց հարց, արտոնություն կամ պատվովճար ապահովելը բերում է դրանից երրակի անգամ ավելի շատ մարդկանց իրավունքների խախտմանը, փորձեմ հնարավորինս կարճ այս մասը ներկայացնել։ Ինչ վերաբերում է ատեստավորման համակարգին, տեսեք, առաջարկվում է փոփոխություն, որի պայմաններում պաշտպան հայրենաց ծրագրով ներգրավված զինծառայողները հնարավորություն ունենալու ուսումնական փուլի արդյունքներով ավտոմատ համարվել ատեստավորված։ Այս թեման ես շատ ավելի մեծ ամբողջությամբ 24 թվականին պաշտպանության նախարարությանը որպես դիտարկում ներկայացրել էի, բայց պաշտպանության նախարարությունը վերցրել է եւ դա հատվածական է իրականացրել։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ որ 18 տարեկան երիտասարդները, որոնք ցանկություն են հայտնում պաշտպան հայրենաց ծրագրով ծառայությունը շարունակելու 5 տարվա պայմանագիր կնքելու, 5 տարին լրանալուց հետո հնարավորություն ունենում են նաև այս դեպքում ստանալ որոշակի պատվովճարներ, որոնց առանցին կանդրադառնամ։ Բայց կան նաև զինծառայողներ, որոնք տարբեր ռազմաուսումնական հաստատություններ, տարբեր ակադեմիաներ են ավարտում, հետագայում գալիս է նշանակում են զորամասի հրամանատարի տեղակալի, հրամանատարի պաշտոնում, դեռ չեմ ասում այնպիսի ուսումնական ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ այսպես ասած գեներալական պաշտոններ են արդեն հնարավորություն ստանում նշանակվելու, եւ այդ մարդիկ այդ համակարգերը անցնելուց այդ 2 տարվա կուրսերն անցնելուց հետո ավտոմատ ատեստավորված չեն համարվում։ Իսկ օրինակ պաշտպան հայրենաց ծրագրի դեպքում եւ Հայաստանում ռազմաուսումնական հաստատություններ ավարտելու դեպքում իրանք համարում են ավտոմատ ատեստավորված։ Այսինքն այստեղ անհավասար դաշտ է ստեղծվում եւ նաեւ տարբեր ընդհանուր տրամաբանության խզում կա։ Երկրորդը պատվովճարների մասով Պաշտպան հայրենաց ծրագրի նախնական նախագիծը երբ որ ընդունվել է մի քանի տարի առաջ, մեր խմբակցությունը նրան կողմ է քվեարկել երկու պատճառով։ Նախ առաջինը դա դեռևս 2017 թվականին ընդունված ESM ծրագրի որոշակի վերափոխման տարբերակն է եղել եւ դրան կոնցեպտուալ առումով մենք կողմ ենք եղել եւ երկրորդը սրա մեջ ներուժ ենք տեսել ընդլայնվելու, նոր հնարավորություններ բացելու։ Երբ որ այդ ժամանակ էր դեռևս պատվովճարի թեման քննարկվում, այն պարագայում, երբ որ պայմանագրային ծառայողները վերջում նաև 5 միլիոն պատվովճար էին ստանալու, դեռևս այդ ժամանակ զորքերում կար տարաբնույթ խնդիրներ, նաև այս մասով բազմաթիվ օբյեկտիվ, սուբյեկտիվ, նաև էմոցիոնալ հարցադրումներ, թե ինչու դա չի տարածում մյուս պայմանագրային ծառայողների մասով։ Բայց երկրորդ փուլում, երբ որ մենք նախատեսում ենք նաև երկրորդ փուլում այդ պատվովճարի շարունակականությունը, դա այստեղ բավականին մեծ խնդիրներ է առաջացնում այն պայմանագրային զինծառայողների համար, որոնք թվով իրականում շատ ավելի շատ են, քան պաշտպան հայրենաց ծրագրով, ովքեր զինվորական ծառայությունը ավարտելուց հետո պայմանագիր են կնքում 3 տարով, հետագայում դրանք անընդհատ մի քանի անգամ երկարացնում են եւ փաստորեն դրանց մասով որևէ պատվովճար չկա։ Եվ պաշտպան հայրենաց ծրագրով եւ այսպես ասած ավանդական այդ պայմանագրային զինծառայողները նույն մարտական խնդիրներ են լուծում զորամասում, զորամասից դուրս մարտական հերթապահության ժամանակ միևնույն դիրքում եւ պատկերացրեք, որ նրանք նույն հաստիքի, նույն զինվորական կոչման պարագայում ունենում են տարբեր պայմաններ։ Մեկը 5 տարի հետո ստանում է եւս 5 միլիոն գումար, իսկ մյուսները, որոնք միգուցե արդեն 15 տարվա ծառայողներ են, առհասարակ պատվովճար չեն ստանում եւ սա այս իրականության մեջ անհավասար դաշտ է ստեղծում, բնականաբար անարդար չէ եւ ստացվում է, որ մեկ խմբի համար խնդիր լուծելով մենք ավելի շատ խնդիրներ ստեղծում ենք մնացած խմբերի համար եւ զինված ուժերում սա իրականում բավականին մեծ խնդիրներ է առաջացնելու։ Ես ասում եմ մարդը, որ նաեւ երկար ժամանակ ուսումնասիրել է այս թեման, երկար ժամանակ ուշադրության կենտրոնում պահել է եւ իրականում իմ համար շատ հստակ է, թե առարկայական առումով դա ինչ ազդեցություն ունենալու հետագայում զինված ուժերում։ News
Պարոն Աբրահամյան, դուք գերիների մասին խոսեցիք, բայց ԱՄՆ փոխնախագահի այցից հետո անմիջապես եղավ ադրբեջանցի քաղաքացիական ներկայացուցիչների այցը Հայաստան, խնդրում եմ սրան գնահատական ինչպես եք վերաբերում այս փաստին, այս այցին եւ երկրորդը պարոն Աբրահամյան արդեն վեհափառի հետ կապված իշխանությունը քայլեր է ձեռնարկել եւ նրա Հայաստանից դուրս գալը եւս արգելել է այս առումով նաեւ օրերս մենք լսեցինք շաբաթվա վերջում Դոշտ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ազգային ժողովի նախագահը խոսել է հոգեվորականների մանկապղծության փաստի մեջ այսպես ասած թաթախված կամ գործ ունենալու մեջ այս առումով եւս ձեր գնահատականը խնդրում եմ Վերջից սկսեմ ինչ վերաբերում է ազգային ժողովի նախագահի այդ հայտարարությանը, ապա կարծում եմ, որ սա իրավական ընթացք սրան պետքա տրվի։ Ես մի քիչ դժվարանում եմ ասել, թե որն է ճիշտ ճանապարհը այստեղ դատախազություն դիմելն է, դատական այցաններով անցնել, թե ինչպես գնալ է, դա ավելի շատ նեղ մասնագետները կասեն, թե որն է ճանապարհը, բայց ակնհայտ է, որ սա հենց այնպես օդում չպետք է մնա եւ սրա հետ կապված պետք է իրավական գործընթաց լինի։ Ինչ վերաբերում է վեհափառի դեմ քրեական վարույթին, սա այն տրամաբանական քայլերի շարունակությունն է, որը առնվազն ավելի խտացված մենք տեսել ենք 2025 թվականի հունիս ամիսներից հետո։ Ինչու եմ ասում խտացված, որովհետև Մայր աթոռի հոգեվորականների դեմ տարաբնույթ հարձակումները 2018 թվականից հետո են եղել, տարբեր փուլերում ակտիվացել են եւ այլն, սակայն վերջին շրջափուլը, որը կարծես թե իշխանության շատ ավելի հավաքական հարձակման ժամանակահատվածն է, 25 թվականի հունիսից է արտահայտվել եւ ակնհայտորեն ինչ-որ փուլում պետք է բերեր այսպիսի դրսեւորման, ինչը նաեւ կարծում եմ որոշակիորեն կանխատեսելի էր։ Ինչի եղավ հենց այս պահին, կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ էր, որ եպիսկոպոսատ ժողովի կազմակերպման մասով էր սա այս որոշակի արագացված գործողությունները պայմանավորված կրկնում եմ ակնհայտորեն ինչ-որ փուլում լինելու էր այսպիսի դրսևորում, այսպիսի մեծ եւ մասշտաբային համակարգային հարձակումների պարագայում, բայց որոշակի գործողությունները արագացվեցին կապված Վիեննայում նախատեսված այդ հայտնի ժողովի հետ։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, որը վերաբերում է երկու երկրների այսպես կոչված քաղաքացիական ներկայացուցիչներին, կարծում եմ, որևէ նոր բան չեմ ասի ձեզ, եթե ասեմ, որ Ադրբեջանում առասարակ շատ մեծ չափազանցություն է քաղաքացիական հասարակություն ասելը, որովհետև Ադրբեջանում շատ վաղուց բռնապետություն է կառուցված, այնտեղ խոսել ազատ մեդիայի մասին, խոսել հասարակական կազմակերպությունների մասին, որոնք դուրս են իշխանության վերահսկողությունից, պարզապես չեն կարող ասել, եւ սա որոշակի նաեւ ուժային, այսպես ասած, մարմինների կազմակերպած խումբ է, որոնք ամեն մեկ ունեն տարբեր խնդիրներ, մի մասը հանրային մակարդակում, մի մասը չերևացող մակարդակում եւ այլն։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ իրենք այդ մարդիկ կամ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը դեռևս որոշ կարճ ժամանակ առաջ խոսում էին հայերի նկատմամբ ատելության կամ հայերի դեմ գործողությունների ամենաբարձր մասշտաբների մասին եւ բնականաբար այդ մարդիկ մեկ օրվա մեջ չեն կարող փոփոխության ենթարկվել եւ ասել երկու երկրների տարբեր խմբերի փորձագիտական կլինի, այլ մակարդակով կլինի, տարբեր ժամանակահատվածներում եղել է, բայց հարցային է թե դրանք ինչ խնդիր են այդ պահին իր մեջ ունեցել եւ այլ հարցը թե դրանց ինչ նշանակություն է տրվել։ Իսկ այս տեսանկյունից Ադրբեջանը ինքը իր համար ունի իր քայլերի հաջորդականությունը, դրան զուգահեռ իմիջիայլոց սպառազինվում է եւ նաեւ ռեգիոնում սպառազինության մրցավազքի մեջ է ակնհայտորեն Ադրբեջանը եւ այս պարագայում մի կողմից փորձում է ճակերտավոր խաղաղությանը որոշակի փաստական արձանագրումներ անել իր համար, որովհետեւ ինքը իր հիմնական խնդիրները արդեն լուծել է։ Մյուս կողմից այստեղ նաեւ երևում է, որ Ադրբեջանը շարունակում է իր սպառազինությունների բավականին մեծ ծավալներով գնումների պայմաններում փորձել այդ թվում նաև Հայաստանի հետ հարաբերություններում հանդես գալ թելադրողի ուժեղի դիրքերից, ինչը որ չի էլ թաքցնում։ Հանրային ռադիո
Պարոն Աբրահամյան, այս քառօրյայի ընթացքում ընթերցվեց անհետ կորածի մասին օրենքը։ Ես կխնդրեմ այս մասով ձեր դիտարկումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը բավականին այսպես լայն հնարավորություններ է ստեղծում, օրինակ պարբերաբար տեղեկությունների տրամադրում հարազատներին եւ այլն, բայց հաշվի առնելով, որ նրանց անհետ կորչելու ֆիզիկական տարածք այս պահին Հայաստանի վերահսկողության տակ չէ եւ նաեւ այդ աշխատանքները կախված են նաեւ Ադրբեջանի կամքից եւ աշխատանքներից, ինչպես կաշխատի այս օրենքը եւ երկրորդ հարցը թրիփի մասով ընդդիմությունը պնդում էր, որ սրանք ոչ թե լինելու են ուղիղ ներդրումներ, այլ լինելու են պարտք Հայաստանի ուսերին։ Ես կխնդրեմ նաեւ այդ մասով ձեր մեկնաբանությունը։ Տվյալ նախագիծը ընդունվել է, նախագծի ընդունումից առաջ ինքս անհետ կորածների հարազատների տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ եմ ունեցել, որովհետև սա բավականին զգայական թեմա է, բացի նրանից, որ որոշակի պետք է ինստիտուցիոնալ տեսք ստանար, նաև զգայական բավականին մեծ էլեմենտներ էր պարունակում։ Ընդհանուր մոտեցումը տարբեր խմբերի եղել է այն, որ չեղած օրենքի պայմաններում սա գոնե լուծում է։ Չասեմ, թե բոլորը գոհ են եղել կամ համարել են, որ իրենց պատկերացումները արտացոլված են եղել ամբողջությամբ սրա մեջ, բայց սրա մասով համարել են, որ 1-2 քայլ առաջ է եւ նաեւ սրանով պայմանավորված է, որ մեր խմբակցությունը եւս կողմ է քվեարկել այս նախագծին։ Ինչ վերաբերում է որոնողական աշխատանքներին, դա անհետ կորածների, նաեւ մեր նահատակված տարբեր հայրենակիցների հետ կապված հարցերն են։ Սրանք ավելի շատ քաղաքական լուծումներ ունեն եւ Հայաստանի օրենսդրական սահմանումներով չեն լուծվում։ Երբ որ ես խոսում եմ Հայաստան-Ադրբեջան օրակարգի առաջնահերթություններից կամ դրանց հրատապության մասին, հենց նաեւ սա նկատի ունեմ, սա մեր համար շատ կարեւոր քայլ պետք է դառնա, որովհետեւ 100-ից ավելի մարդ ունի անհետ կորածի կարգավիճակ, մինչեւ 200-ի է մոտավոր թիվը հասնում։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ տարբեր լուսաբանումների ժամանակ դեռևս 44-օրյա պատերազմից եւ այդ պատերազմից հետո տարբեր տեսանյութներում ադրբեջանական սոցիալական մեդիայում նկատվել են մարդիկ, որոնք եղել են ադրբեջանական վերահսկողության տակ, բայց հետագայում ադրբեջանցիները այդ մարդկանց ներկայությունը Ադրբեջանում այդպես էլ չեն հաստատել եւ դրանով է պայմանավորված, որ օրինակ իրավապաշտպանները միջև 8 տասնյակ մարդկանց մասին են խոսում, թեև Ադրբեջանը 23-ին էր հաստատում եւ որից 4-ը հայրենադարձվել է։ Ինչ վերաբերում է թրիփին եւ թրիփի հետ կապված հավաքական ընդդիմության գնահատականներին, ապա ես մեկնաբանում եմ այն, ինչ որ մեր դիրքորոշումն է այդտեղ արտահայտված, որովհետև ընդդիմադիր հատվածը բավականին բազմաշերտ է, խորհրդանում ներկայացված է 2 ֆրակցիաներով, խորհրդանից դուրս տարբեր քաղաքական ուժեր եւ նախաձեռնություններ կան, եւ ես կարծում եմ, որ կոնկրետ ներդրումների կամ տնտեսական մասով այդ դիտարկումներին պետք է արձագանքեն այն մարդիկ, ովքեր դրա մասին խոսել են, եւ այս մասով լրացուցիչ ասելիք չունեմ։ Վերջին հարցը ֆակտորը է։ Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, ԱՄՆ փոխնախագահի այցի շրջանակներում հայտնի դարձավ, որ Հայաստանը ամերիկյան հետախուզական ԱՏՍ-ներ է ձեռք բերում։ Դուք սա համարում եք արդյունավետ ձեռքբերում Հայաստանի պաշտպանության համար, թե ոչ։ Եվ հունվարի 28-ին, երբ խոսում էին զինվելուց եւ այլն, Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ ՀԱՊԿ խանգարում էր առաջ զինվել, հետո ընդդիմության կողմից այդ նաեւ ձեր կողմից եղավ մեկնաբանություն, որ ինչ պետք է եղել ձեռք են բերվել, իշխանականները ձեզ հակադարձեցին, նշելով, որ ինչ նկատի ունեն հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ այն մետաղաջարդումը, որ տոննաներով բերում են, դուք դա նկատի ունեիք, խնդրեմ դա մեկնաբանեք եւ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտից ջախջախվելով մաքրվելու են նախկին նախագահները, ըստ էության նաև իրենց թիմերը, օլիգարխները, հնարավոր է, որ սա արդեն իգիտություն ունենալով հանրապետական չմասնակցի ընտրություններին։ Եթե որևէ հարցադրում մոռանամ, խնդրում եմ ընթացքում ինձ հիշեցնել, որովհետև շատ են հարցերը, բայց սկսեմ զինտեխնիկայի հետ կապված թեմաներից։ Գիտեք, որոշակի պարբերականությամբ իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են մեղադրանքներ նախորդ բոլոր կառավարություններին այնպիսի թեմաներով,
կամ զինտեխնիկա այնպիսի նմուշների գոյության մասով, որոնք նաև այսօր էլ առկա են զինված ուժերում։ Եթե դրանք մետաղե ջարդուն են եղել, ապա դրանք ինչ գործ ունեն զինված ուժերի կազմում։ Ավելին ասեմ, նույն այն ամրացման շրջանները, որոնք վերջի շրջանում բավական լայն թափով նաև ներկայացում են, նույն այդ ամրացման շրջաներում ինքս հանդիպել եմ այնպիսի նմուշների, որոնք 60-ական, 70-ականներ կամ նրանց ասած 30-ական թվականների նմուշներ են։ Ավելին ասեմ, հրետանային միջոցներ են, որոշ դեպքում այսպես կոչված հոբ միջոցներ են եւ այլն։ Այսինքն մարդկանց մի մաս, ովքեր խոսում են նմուշների մասին, փորձում են համացության մեջ դնել միջև 18 եւ 18-ից եղած նմուշները, այդ մարդիկ կամ մանրամասն չեն տիրապետում զինված ուժերի նախորդ ժամանակվա հատվածի եւ այսօրվա ժամանակահատվածի գոյությանը կամ դիտավորար հասարակությանը տանում են մոլորության։ Ես ինքս ամրացված շրջաներ դեռևս մի քանի տարի առաջ այցելել եմ, ինքս տիրապետում եմ տարբեր առանձնահատկություններում, այնտեղ նախատեսված տարբեր միջոցներ, ինքս տեսել եմ տարբեր հրետանային միջոցներ կամ հոբ միջոցներ, որոնք տեղակայված են, բայց դրանց մասին հրապարակային չեմ խոսել, համարել եմ դա գաղտնի էլեմենտներ, ի տարբերություն պաշտպանության նախարարության, որոնք սուտ ընտրական քարտաշավի առանձնահատկությունից ելնելով ամբողջությամբ հակառակորդի համար հնարավորինս ներկայացնելու են դարձրել այն ամենը, ինչ որ այսօր կա այդ ինժեներական կառույցների հետ կապված։ Իսկ վերաբերում է իշխանության գլխին կամ ռեժիմի առաջնորդությամբ գտնվող անձանց հայտարարություններին, ապա քաղաքական process-ները ինքնին ցույց են տալիս, ովքեր են կենսունակ ուժեր, ովքեր են տարբեր իրավիճակներում խնդիրներ լուծում, ովքեր են մրցունակ եւ ում խոսքը արժեք ունի, ով է ներկայացնում իրականությունը եւ իրականության մեջ ում քաղաքականությունն է, որը երկիրը բերել է հասցրել է այս կետին։ Կներեք, իսկ ներողություն, Արդեն սպասում հա, բայց հարցը չպատասխանել, հարցը հնչել է ամերիկյան ԱԹՍ-ն ձեռք բերում համարում եք թե ոչ։ Դե ես ամեն դեպս ավելորդություն չի լինում ես համար, միայն այստեղ նաև կարևոր արձանագրում անեմ, որ մեր ռազմաարդյունաբերական որոշ ընկերություններ եւս ունեն նմուշներ, որոնք այսօր հիմնական շուկաներում հագին մրցունակություն առաջացնում են։ Միացյալ Նահանգների հետ ռազմական համագործակցությունը բես շատ կարևոր է դիտարկել ռեգիոնալ տեսանկյունից, թե Հայաստանին մատակարարված եւ Ադրբեջանի հետ եղած հնարավոր ռազմական համագործակցությունը ռեգիոնում հավասարակշռությունը պահպանում է, թե խախտում է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։